Այսօր Վիլյամ Սարոյանը առաջին անգամ եկել է Հայաստանի գրողների տուն։ Ես ասում եմ տուն, որտեղ դա իսկապես սա հայ գրողների տունն է, որ իր պատերի մեջ դեռ պահում է Իսահակյանի, Չարենցի, Զարյանի մահարու շունչը։ Ավելին կարելի ասել, որ այս տունը խորհրդանշում է մեր ողջ գրականությունը սկսած մեծ Մեսրոպ Մաշտոցից։ Ուրեմն բոլոր այդ մեծերի անունից թույլ տվեք դիմել մեր թանկագին հյուրին եւ ասել. Բարով ես եկել քո տուն, Բիտլիսցի թագուհու եւ արմենագի սքանչելի զավակ Վիլյամ։ Երրորդ այցելություն եղավ, որովհետև կառուցա Երևան, որ հարաճի անգամ 1935-ին տեսա, որ անատեն պստիկ քաղաք մներ, կառուցա իմ բարեկամներ, որ անատեն տեսա և 1969 տեսա, երբ որ երկրորդ անգամ եկա, և կառուցա հայ քարեր, խող, կանաչներ, լերներ և թանկագին գեղեցկություն է։ Եվ ուզեցի նորեն քալել Երևանի մեջ և տեսնել ժողովուրդ, որ իմ հետ քալված կլային։ Ժողովուրդ այս անգամ ավելի հիշար, առողջ, զորավոր, երջանիկ կտեսնվին։ Դպրոցականներ ժամանալի առողջություն ունին, մտքային և մարմնային։ Ատոնք մեզի գցեն, թե մեր աշխ և մեր ժողովուրդ լավ վիճակի մեջ է։ Ատի լավ բամն է, որ հայմը, ոգչեթե երուեն կուկա, նորեն տեսնի։ 12 օրվան մեջ շատ քիչ պիտի տեսնվի մեր հարստությունը, բայց ան քիչ նոր տեսած եմ, ահագին հարստություններ են, և հեչ պիտի չկնա մորնամ, և պիտի մտածեմ ատոնց վրա, և պիտի մտածեմ հայ ժողովրդի մասնակցել ամեն օրվան կյանքի մեջ անպաներ, որ հինությանեն են։ Գեղատ, էջմիածին, ան ժամանալի հինություններ, որ մենք նորոքեր ենք, որ մեր նորություն կմասնակցի և ուժ կարնի անոց մեր։ Անոնք հարաբերություն կունենան ան թանկագին ճշմարտություն, որ կսե ասի մեն է, ասի մեր աշկն է, ասի մեր խողն է, ասի մեր համ ու ջուր ու ոտն է, մեր արևն է, մեր լուսնակն է, ասի մեր ցեղ ու աշկն է, ասի մեր ժողովուրդն է, և մենք իրավունք ունենք իրարու հետ կրվել, իրարու հետ չհամաձայնել, և նորեն ալանք մեկ ժողովուրդ, մեկ աշկ, մեկ տեղ։ Հայեր ուրորլան է գիտեն որ հոս է, կհրճվին այդ խորութով,
մեկ բան ուրախ եմ եւ հպարտ եմ որ ձեր մեջ եղած եմ եւ ձեզի տեսած եմ եւ այլեր եմ հայ ազգի կենտանություն Երիտասարդներ կան, որ քիչ կուզեն անունս դնեմ մեջ։ Ես շատ կփափակեմ իրենց ուզած ննել։ Ինձ եթե դա 5 րոպե գնեմ։ Հատի գլա։ Բայց 5 րոպեին վեր պիտի չլենք։ Սպասեցեք գնեմ։ Դուք միշտ Ամերիկայի։ Այո, չէ, Փարիզ, ես տուն ունեմ Փարիզ։ Ես ամեն տարի գոնե քիչ մկրություն կնեմ Փարիզ, վերջ կվերադառնամ Նյու Յորք, վերջ կվերադառնամ Ֆրեսնո։ Բայց տուն ամբողջ աշխարհ բդվեց մեր ժամանակն է, չէ։ Ես չեմ սիրում ման գալ։ Ես ժամանորդում եմ դա որովհետև ստիպված եմ։ Այո։ Կոստով եք դնում։ Այո, եւ Հատի ես քիր է, ավելի կսիրես մեկտեղ մնաս։ Այո։ Իրական։ Բայց կսեմ, որ դուք ամեն օր մինչև 11-ը աշխատիք, ատանք է։ Սիտս լևներում իրեք օրվան մեջ կնաս կրես, եթե միտքը տնես վրա, եւ the time of your life, բեց օրվան մեջ։ Եվ իմ սիստեմաս է, առավոտ կյանից, երկես քիչ, որովհետև խապես ինքսինքիտ ամեն պար լավ է ավոն։ Չայ կսիրեմ, չայ կխմեմ ու կգրեմ։ Մեր մեծ շնորհակալություն իբր ժողովուրդ ես իրավունք չունիմ խոսելու այդ մասամբ, որովհետև օտար եմ, բայց պիտի խոսիմ աստչափ։ Մենք գնահատ ենք մեծ ձևով ռուսական ասացություն եւ զորություն, որ մեզի ապահովցուց 55 տարի եւ թողեց, որ մենք ցույցենք մեր լման նորություններ, մեր լման ուժ, զորություն, միտք եւ հոգի։ Ցտեսություն կսեմ, մինչև կալ անգամ, որսի մենք ձեզ տեսնենք նորից, ընդամենը մի տարի հետո, այդ նշանակալից տարեթվին, մանավանդ որ այդ տարի լրանում է ձեր ծննդյան 70-ամյակը եւ աշխարհի ամենահարմար կետը ձեր հոբելյանը նշելու Հայաստանն է եւ ադիգա նույնպես շատ լավ է։